Ընդհանուր առմամբ կարելի է գնահատել, որ այդ բավական դրական մթնոլորտում էր անցել, ինչպես արդեն հրապարակված մամուլի հայտարարությունից վստահաբար ծանոթացել եք, քննարկվել են թե Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, թե տարածաշրջանային, հարավային Կովկասի եւ ավելի լայն մերձավոր արևելքի տարածաշրջանի վերաբերող հարցեր արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են, ինչ վերաբերվում է մերձավոր արևելին, ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունը ուժի մեջ է, ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք, թուրքական կողմի դիրքորոշումը կարծում ծանոթ է բոլորին։ Օրակարգային հարցեր դարձել ադրբեջանցիների այստեղ գալու ապրելու հարցը եւ քանի որ չի համապատասխան իրականություն։ Չի համապատասխան իրականություն։ Իսկ կարող եք որոշակի բացելով ասեք մասնավորապես որ հարցերն են, որոնք հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերում քննարկվել են։ Ընդհանուր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի եւ տրանսպորտային կոմունիկացիաների վերաբերյալ։ Այսինքն որը երաշխավորվել Էրդողանի կողմից կամ որ ինքը Ես կարծում եմ բավարար պատասխանեցի հարցին։ Կոստանյան իսկ կասկածը շրջանապայմանագիրը քննարկելու հետ կապված Գործընկերը ստանձնել այդ պարտավորությունը, որ ինքը պետք է երաշխավորել։ Առաջարկում եմ գործընկերն էլ հարց տա, հետո կվերադառնանք հարցը, խնդիր չկա։ Տարածաշրջանի ներկայացուցիչների առաջարկման մասին ասացիք, որ հարցը եղել է, վարչապետը նաև թուրքական հայ համայնքի հետ հանդիպման, թուրքիայի համայնքի հետ հանդիպման ասում էր, որ կներկայացվի խաղաղության խաչմերուկը, եւ դրանից հետո ինքը արդեն կկարողանա ասել, թե ինչպիսին է դրա վերաբերյալ Թուրքիայի նախագահի Թուրքիայի դիրքորոշումը, ինչպիսին է դիրքորոշումը, ինչ դիրքորոշում արտահայտեց Թուրքիայի նախագահը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ, արդյոք թուրքական կողմի համար դիտումների են 4 հայտնի սկզբունքներով ապաշրջափակման Հայաստանի մոտեցումը։ Կարծում եմ երկու կողմերի համար, թե Հայաստանի եւ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, այդ թվում երկաթուղ ու այլ հաղորդակցության ուղիների վերաբերյալ բավականին մեծ կարևորություն ունի, գիտեք, գաղտնիք չէ Թուրքիան ձգտում է դեպի կենտրոնական Ասիայի կապուղիները ավելի բարելավել Հայաստանի համար, որպես դեպի ելք ծով չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ եւ վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր 3 կամ եթե ոչ կուզեք ասել 3.5 սահմանները փակ էին կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ խաղաղության խաչմերուկ հայեցակարգը բնականաբար ներկայացվեց ըստ էության կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Ողջունեց ընդունելի Թուրքիայի համար տրանսպորտային ապաշրջափակման մոդելը խաղաղության խաչմերուկ։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում մեր Թուրքիայի գործընկերների կողմից։ Բայց ճանապարհի հետ կապված իրենք շարունակում են պնդել, որ պետք է անարգել։ Իսկ դուք իրենցից նման պնդում լսել եք։ Ես չեմ լսել։ Հայրամն է ասում, Նոր Թուրքիայի գործընկերների մասին ենք խոսում։ այսինքն տարբեր դիրքորոշում ունեն Թուրքիայի գործընկերները։ Պատասխանեցի ձեր հարցին։ Իսկ խաղաղության պայմանագրի հետ կապված ինչ գրական շարժ արկա։ Վերջին քննարկումը, որի մասին բոլորդ վստահաբար տեղյակ եք, երկու երկրների ղեկավարների միջև Տիրանայում տեղի ունեցած հանդիպումն է, կարծում ենք, որ մոտակա ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Ունքային մնալ, որ անարգելը տեղաշարժ չկարողացել ունենալ ադրբեջանցիների կողմից այդ ճանապարհը պետք է վերահսկվի։ Հայաստանի համար շարունակում է սկզբունքային լինել, որ կոմունիկացիաները պիտի գտնվեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո եւ պիտի պաշտպանվի Հայաստանի սուվերենությունը այդ ճանապարհների նկատմամբ։ Թուրքիան ո՞րն է, որ այդ նշած սկզբունքներով փոխադարձության սկզբունքով բացվեն ճանապարհները։ Կարծում եմ արդեն նշեցի, որ թուրքական կողմի համար ընկալելի ըմբռնելի են հայկական կողմի դիրքորոշումները։ Պատրաստ է այդ հարցում օրինակ
փորձել Ադրբեջանին եւս բերել կառուցողական դաշտ։ Ես կարծում եմ դա թուրքական կողմի կենսական շահերից է նաև բխում կոմունիկացիաների բացումը մեր տարածաշրջանում։ Ցույց տվա այդպիսի նախաձեռնողականություն ստացել եք այդպիսի ազդակ, որ այդ հարցում, որ առանցքային հարց է Երևանի եւ Բաքվի միջեւ, Թուրքիան փորձի նաև ինքը Բաքվին նպաստել, որ կա կառուցողական դաշտ, եթե իմ համար կարելի է Հայաստանի մոտեցումները։ Առաջարկում եմ այդ հարցը ուղղել փորձագետներին, որտեղ կանխատեսումներով զբաղվել մի քիչ իմ աշխատանքի մեջ չեմ։ Ընդհանուր առմամբ ասում եմ, որ մենք դրական ենք գնահատում քննարկումները, որոնք տեղի են ունեցել թուրքական կողմի եւ վարչապետ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ։